Պարոն Աբրահամյան, Միքայել Սրբազանի, նաև այսօր մեկ այլ դատարանում Բագրատ Սրբազանի գործով դատական նիստերը մոտենում են իրենց այսպես ասած ավարտի փուլին։ Միքայել Սրբազանի գործով վերջին դատական նիստն է, ինչ որոշում սպասել դատարանից։ Նախ Փաշինյանական արդարադատությունից որևէ սպասում չի կարող լինել։ Իրավիճակի գնահատումը տեղի ունենա ոչ թե օրենքների սահմանադրության կամ իրավական որևէ process-ի հիման վրա, այլ դրանք տեղի ունենում ըստ իրավիճակի, ըստ իրավիճակային զարգացումների։ Փաստացի Միքայել Սրբազանը արդեն 1 տարի է անազատության մեջ է, թեև վերջին ամիսներին խաբման միջոցի փոփոխություն տեղի ունեցել տնային կալանքի, սակայն դա էլ էական սահմանափակումներ էր մտցնում նրա գործունեության որպես հոգևորականի եւ նաեւ նրա տեղաշարժի առումով, այնպես որ իշխանությունը անկախ այս process-ը ոնց է գնացել, ինչ փուլերով է անցել, փաստացի Միքայել Սրբազանը 1 տարի արդեն գտնվում է ապօրինի ազատազրկման մեջ։ Թե ինչ կլինի, ինչ լուծում կլինի կամ դատարանը ինչպիսի վճիռ կայացնի, դա արդեն կարծում առանձնապես մեկնաբանման առարկա չի։ Պարոն Աբրահամյան, զուգահեռ process-ներ են շարունակվում, ոչ միայն Գյումրիում, թեև այսօր տեղեկացանք, որ խոզարկում են Կարեն Սիմոնյանի բնակարանը, նաև տեսանք Իշխան Սաղաթելյանի դեպքում, Ավետիք Չալաբյանին արդեն կալանավորեցին։ Հետընտրական այս գործերը որոշ դեպքերում աղմկահարույց ձևով ներկայացվող ինչի մասին են իրականում։ Իշխանությունը հետընտրական փուլում նաև իրավիճակը գնահատելով փորձում է բիզնեսնել ընդդիմադիր ուժերի, միավորումների հնարավոր ակտիվությունը, քանի որ ակնհայտ է, որ հետընտրական փուլի ամեն օրը բավականին կարևոր է քաղաքական զարգացումների տեսանկյունից եւ միջև ընդդիմադիր ուժերը փորձում են ընդհանուր պայքարի հարթակ ձևավորել, իշխանությունը օգտագործելով պետական իշխանության բոլոր ռեսուրսները, որոնք իդեպ ողջ ընտրական process-ում ակտիվ կիրառվել են, փորձում են այդ գործընթացները կամ պասիվացնել, կամ խաղից հանել հնարավոր այն բոլոր գործիչներին, որոնք կարող են ընդհանուր process-ի մասը դառնալ։ Դուք թվարկեցիք մի քանի մարդուն, իդեպ այսօր նաև Դավիթ Համբարձումյանի գործով դատավճիռն է, բայց եթե նայում ենք ամբողջ ընդդիմադիր դաշտին, ապա չկա որևէ իրական ընդդիմադիր ուժ, որի տարբեր ներկայացուցիչներ, առաջնորդներ քաղաքական հետապնդումների չեն ենթարկվում, մի մասը դատական քաշքշուկների մեջ են, մի մասը տարբեր արգելքների փուլում են, մի մասը բառացի գտնվում են անազատության մեջ, Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանը եւս այս պահին գտնվում է անազատության մեջ, այսինքն որքան ընդդիմությունը հապաղի շատ ավելի ակտիվ գործողությունների առումով, անկան իշխանության մոտեցումները դառնալու են շատ ավելի ագրեսիվ եւ դրանց դրսեւորումներից է նաեւ լինելու տարբեր անձանց կալանավորումները։ Պարոն Աբրահամյան, եւ մեկ հստակեցում ձեր վերջին ասածի համատեքստում ասում եք, որքան ընդդիմությունը հապաղի գործողությունների առումով, բայց տեսակետներ կան, որ իշխանությունները միտումնավոր են տանում ընդդիմությանը փողոց, որպեսզի ավելի ուժգին ռեպրեսիաներով ճնշեն, լռեցնեն ձայնը եւ այդ կերպ նաեւ փորձեն լեգիտիմացնել այն, ինչ չի հաջողվել ընտրությունների արդյունքում։ Նախ փողոցային պայքարը տեխնոլոգիաների առումով ինքնին նաեւ ենթադրում է որոշակի տրամաբանական քայլերի հաջորդականություն։ Այսինքն որ փողոցային պայքարացումից դա հենց այնպես ուղղակի փողոց դուրս գալը չէ։ Դրա պայքարի մեթոդներ կան, որոնք դասագրքային են, եւ եթե իրականության մեջ դու առաջնորդվում ես արկա քաղաքական տեխնոլոգիաներով, բնականաբար այդ իրավիճակում քո պայքարի արդյունավետությունը շատ ավելի մեծ է։ Ես չեմ կարծում, թե ցանկացած պայքար, դա լինի փողոցային հավաքների միջոցով, տարբեր ակցիաների միջոցով կարող է տեղում բերել ձեր հարցադրման մեջ արկա ռիսկերին։ Իհարկե փողոցային պայքարը միշտ էլ իր մեջ ունենում է քաղաքական առումով տարբեր ռիսկեր, բայց եթե նայես այդ սպառնալիքներին, ապա որևէ բան չպետք է անել, պարզապես պետք է գնալ նստել տունը, ինչը բնականաբար այս տեսանկյունից անթույլատրել է։ Պարոն Աբրահամյան, Նիկոլ Փաշինյանը նշում է, որ պետք է Գյումրիում նոր ընտրություններ լինեն, ինչ կարծիք ունեք այդ մասին եւ ինչ եք մտածում, արդյոք նոր ընտրություններ կլինեն Գյումրիում։ Կարծում սպասելի հայտարարություն էր, որովհետև հատկապես վերջին 2 տարիներին իշխանությունը փորձել է խաղից հանել, մեկուսացնել բոլոր այն համայնքապետերին, համայնքների ղեկավարներին, որոնք
ԿՊԱ-ական չեն եղել։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր քաղաքական այլ կողմնորոշումներ չեն ունեցել, պարզապես չեզոք դիրքում են եղել, դրանց դեպքում էլ իշխանությունը տարբեր միջոցներով, այդ թվում նաև կալանքի սպառնալիքների միջոցով փորձել է նրանց չեզոքացնել։ Այն ինչ տեղի ունեցել Գյումրիում, բնական է, որ ի սկզբանե չի եղել իշխանության սրտով եւ իշխանությունը երկար ժամանակ է աշխատում է մի կողմից այնտեղ ճգնաժամ ստեղծելու, դրանից հետո էլ նաեւ արտահերթ process-ներ նախաձեռնելու եւ այս պահին էլ կարելի ասել իշխանության այդ հայտարարությունը արդեն վերջին ամիսներին տեղ ունեցած գործընթացների տրամաբանական շարունակությունն է։ Պարոն Աբրահամյան, միավորման հետ կապված ընդդիմադիր ուժերի շատերը կարծիք են հայտնում, որ միավորումը պետք է լիներ միջև ընտրությունները եւ արդեն հեռանկարային չեն համարում այս փուլում միավորվելը, դուք այդ մասով ինչ եք կարծում։ Համաձայն եմ, որ շատ ավելի կարևոր կլիներ, եթե ընդդիմադիր ուժերը միասնական խաղի կանոններ մշակեին եւ վարվեին նաեւ նախընտրական փուլում։ Դա հիմա այդպես չի եղել, շատ կարևոր կներ, եթե դրանք լինեին քվեարկությունից 1 օր հետո, 2 օր հետո, բայց դա էլ չի եղել, բայց ասել, որ ամեն ինչ կորած է եւ պարզապես պետք է թողնել, գնալ զբաղվել այլ գործերով, այդպես է չէ։ Եթե կա կենսունակ ծրագիր, միգուցե որոշակի ժամանակային առումով միգուցե կարող է խնդիրներ առաջացնել, բայց եթե կա կենսունակ խնդիր, եթե կա ընդհանուր ծրագիր, որի շուրջ իրական ընդդիմադիր ուժերը կարող են հավաքվել եւ գործել, ես կարծում եմ ոչինչ։ Թող եթե չի արվել ընտրական փուլում, գոնե պետք է արվի այս փուլում։